Փետրվարի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 17:05-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ ներքին Շենգավի տներից մեկից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Լոգարանի լոգախցիկի ապակին կոտրվելու եւ վնասելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացու։ Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են 2-ամյա ԳԳ-ն ձախ ուսահոդի ապակու կտրած վեր կախտորոշմամբ, 3-ամյա ԱԳ-ն աջ ոտնաթաթի կտրած վեր կախտորոշմամբ եւ 32-ամյա Քրիստինե Բ-ն աջ ոտնաթաթի ու աջ ձեռքի ապակու կտրված վեր ախտորոշմամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորները մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում իրենց տան Լոգարանում լոգանք ընդունելու ժամանակ լոգախցիկի դռան ապակին կոտրվելու եւ վերջիններիս վրա ընկնելու հետևանքով։ Փետրվարի 5-ին Բաքվի դատարանում շարունակվելու է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ դատավարությունը, այս մասին հաղորդում է ապագործակալությունը վկայակոչելով Բաքվի զինվորական դատարանից ստացված տեղեկությանը։ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգորը տեսանյութ է հրապարակել, հայտնելով, որ եկեղեցուց գողություն են կատարել։ Գողություն Զորավոր եկեղեցուց, խնդրում եմ, ովքեր ճանաչում են այս մարդուն, կապ հաստատեն ինձ հետ, նշել է Տեր Գրիգորը։ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի է ունեցել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի վերաբերյալ դատական նիստը, Սրբազանին հիվանդանոցից տեղափոխել են դատարան։ Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Մարինե Ֆարմանյանը հայտնել էր, որ Միքայել Սրբազանը կմասնակցի դատական նիստին։ Միքայել Սրբազանը դատական նիստին մասնակցելու ցանկություն է հայտնել։ Այսօրվա նիստին քննարկվելու է պաշտպանների կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը, արդարացման հիմքով եւ դատախազների վերաքննիչ բողոքը պատժաչափը ավելացնելու վերաբերյալ, տեղեկացրել էր Մարինե Ֆարմանյանը։ Ազգային ժողովի ՔՊԱ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի եղբայրը Սեթ Պողոսյանը պահանջում է հիվանդանոցներից հեռացնել աղոթատեղիներն ու մատուռները, որովհետև նրա պնդմամբ դա վիրավորում է բժիշկներին, նա մասնավորապես այս մասով ասել է. Հաջորդը պետք է հիվանդանոցներից եւ բուժհաստատություններից հանվեն մատուռներն ու աղոթատեղիները։ Հիվանդը գնում է հիվանդանոց բացառապես բժշկի հույսով, բուժվելու համար, հակառակ դեպքում թող գնան եկեղեցի։ Այս երևույթը նսեմացնում է բժշկի աշխատանքը եւ մասնագիտական կարողությունները։ Այդ նույնն է, որ հետցում աղոթատեղի բացենք, որ մարդիկ չհոսանքահարվեն երկրորդ պլան մղելով անվտանգության կանոնները եւ դրանց խիստ պահպանումը, նշել է ԿՊԱ-ական պատգամավորի եղբայրը։